Բարի լույս ընկերներ, երկար դադարից հետո վերադառնում եմ կրկին ձեզ մոտ ապաքինված, որովհետև այդքան լավ չէի ու համել որոշեցի ձեր հետ էլ կիսվեմ, ասեցի կարող ձեզ հետաքրքիր լինի այս թեման, որտեղ շատ անգամ եք հարցնում բժշկության մասին, ընդհանուր այդ ոլորտի մասին. Հիմա ինձ մոտ առիթ կա ձեզ պատմելու, այդքան էլ ուրախ չէ, որ այդ առիթը կա ժողովուրդ, բայց դե հիմա ինչ որ կա։ Ուրեմն մոտավորապես 5-6 օր առաջ, նույնիսկ մի շաբաթ, տաքությունս բարձրացել էր, ժողովուրդ, սովորական հարբուխ, ասենց ասեմ, 39.5, ես սովորականի պես իմ դեղերը խմեցի, սովորական պարացետամոլ, հա, ու չէր իջնում տաքությունը, ոչ մի կերպ տաքությունը չէր իջնում, բացի այդ սկսեց տարօրինակ բաներ արտահայտվել իմ երեսին, իմ երեսը սկսեց ուռել, կարմրել ու ուռել այն չափի, որ անճանաչելի ուռել։ Ու որոշում սկզբից զանգահարեցի իմ բժիշկին, այստեղ մենք Իտալիայում բոլորս ունենք մեր թերապևտը, մեր ամեն մեկը մեր անձնական թերապևտը ունի, կապվեցի իր հետ, բնականաբար իրեն ասեցի սենց վիճակ կա, ինքը ինձ իբուպրոֆեն տվեց, ենթադրելով, որ դա գրիպի ինչ-որ տեսակներից է, բնականաբար հետևեցի իր խորհուրդներին եւ ընդունեցի այն դեղերը, որ ինքը ինձ տվեց միայն իբուպրոֆեն ամեն դեպքում, խմեցի ժողովուրդ, այդ դեմքը սկզբից ճակատի մի հատվածներ, երեկոյան, հաջորդ օրը երեկոյան դարավ ամբողջ այս երեսիս կեսը, այնպիսի ուռած էր, որ աչքերս ուղղակի չէր բացվում, ամուսինս որոշում ընդունեց, որ պետք է գնա շտապօգնություն։ Առիթից օգտվեմ, ձեզ մի քիչ պատմեմ, որ դուք էլ իմանաք, եթե ձեզ պետք է, ինչպես աստեղ աշխատում այդ ամեն ինչը, ուրեմն շտապօգնություն գալիս է, եթե ձեզ մոտ շատ վատ դեպք կա եւ դուք ինքնուրույն չեք կարող գալ, այսինքն ձեր տաքությունը այնքան բարձր է, որ դուք չեք կարող վեկենակ, օրինակ, կամ ինչ-որ շատ վատ բաներ պատահեն, իմ պարագայում մենք ինքներս կարող ենք հասնել շտապօգնության կետ։ Այդ իսկ պատճառով մենք ինքներս գնացինք այնտեղ, ես կփորձեմ հիմա համ կադրեր դնել, համ իմ ձայնագրել, որ ձեզ համ է պատմեմ։ Հասանք այնտեղ, առաջին ինչ արեցին, չափեցին տաքությունը, միանգամից վերցրեցին արյան անալիզներ եւ միանգամից էտրոպեին բարձր 38.2 էր, չնայած ես դեղ խմել էի տունը, եւ իրանք միանգամից ներարկեցին պարացետամոլ, որպեսզի կարողանան իջացնել տաքությունը եւ ինձ սպասացրեցին։ Ամենավատը այդ դեպքերում այնա, որ դուք պետքա սպասեք, քանի որ ձեզ տալիս են նշան, թե դուք ինչ կարեւորության եւ առաջնության հերթում եք, հա, ես չգիտեմ ես որ առաջնության հերթում եմ, ես սպասել եմ 4 ժամ։ 4 ժամ հետո ժողովուրդ մենակ, իմ ամուսինը ներս մտնել չէր կարող, միայն ես էի նստած։ 4 ժամ սպասելուց հետո բազմաթիվ հիվանդներ տարատեսակ, ջարդված, ինչ խնդրով ասես, հա։ Բոլորը միասին սպասում են։ 4 ժամ հետո ինձ կանչեցին մի սենյակ, որտեղ արդեն բժշկուհիներ, այնտեղ արեցին EKG, այնտեղ կրկին վերցրեցին արյան անալիզներ, չգիտեմ այս անգամ ինչն են ուզում ստուգեն, եւ դրանից հետո մոտեցավ ինձ բժշկուհին այդ շտապօգնության, որը կանչեց այլ մասնագետի, որտեղ իրանք բոլորով ուզում էին հասկանային ինչ է իմ դեմքը կատարվում ու չէին կարող, ոչ մեկ չհասկացավ, իմ կարծիքով մինչև վերջել չհասկացան ինչ էր եղել։ Իրանց առաջի ենթադրությունն էր, որ դա կարող է ալերգիկ ինչ-որ ռեակցիա ինչ-որ դեղի վրա եղել, օրինակ իբուպրոֆենի, բայց ես դրանից առաջ խմել եմ եւ երբեք չեմ ունեցել։ Եվ բացի այդ էլ ինձ հարցում են, դու կարող ես դուրս ես եկել բակ, ասի ես դուրս եմ եկել, այգին եմ մաքրել, այսինքն կարող է ինչ-որ մի բան քեզ կծել է։ Բայց ես անձամբ չեմ զգացել, որ ինչ-որ մեկը ինձ կծեր, ոչ զգացել եմ ցավ, ոչ տեսել եմ ինչ-որ մի բան, ասեցին մենք չենք կարող քեզ տուն թողել այս վիճակում, որտեղ մենք չենք հասկանում դու ինչ ունես, քո հետ ինչ է կատարվել եւ դու ստեղ պետք է մնաս հսկողության տակ։ Ինչ կարող եմ անել, ես բնականաբար համաձայնվեցի։ Զանգահարեցի ամուսնուս, ինքը եկավ, ինձ ինչ-որ անհրաժեշտ բաներ ինչ-որ ինձ պետք էր բերեց, արդեն գիշեր էր ժողովուրդ, ժամը 9-էր թե 10-էր, ժամը, որ մուտք մտնելու ժամը ավարտվեց, ամուսինս գնաց, ես մնացի մենակ։ Ինձ տեղափոխեցին մի անգամ այդ մահճակալի վրա, չգիտեմ ինչի, չնայած ես կարողանում էի նորմալ քայլեի, բայց երևի ձևը այդպիսին էր։
այդ մահճակալի վրա եւ տեղափոխեցին տրիաժ, այսինքն այդ հատվածը, հա, որտեղ որ այդ հիվանդները սպասում են, թե իրանց հետո ուր կտանեն։ Ուրեմն այդ պահին ժողովուրդը 7 հոգի էինք սենյակում, խառը տղամարդիկ էին, տատիկ, պապիկ, բոլորը խառը, տարբեր հույսով եմ ոչ ինֆեկցիոն բաներով ժողովուրդ, բայց 7 հոգի էինք։ Մոտավորապես 1 ժամ այտենց մթության մեջ մնացինք այդ 7 հոգով, տարբեր մարդիկ տնքոցներով եւ շատ ահավոր են մեր մեջ ասած, ես առաջի անգամ էի, որ սենց գնայի, հա։ Հետո չգիտեմ ինչի եկան, ինձ ասեցին, քեզ տեղափոխում ենք այլ վայր։ Ինձ հենց այդ մահճակալով հանդերձ տեղափոխեցին առաջին հարկ, որտեղ այդ շտապօգնությունը Իտալիան կոչվում է Pronto Soccorso, դա գտնվում է զրոյական Piano Terra հատվածում, իսկ ինձ տարան վերևի հարկ, առաջին հարկ, ինչ որ մի սենյակ, այդ մթության մեջ գիշերով, որտեղ եւս 2 տատիկ էին, 3 հոգաներ այսքան սենյակը, այդ 2 տատիկն էին, բացարձակ չէին շարժում, ինչ որ բազմաթիվ ապարատներով ասենց միացած էին, ու ես։ Ասեցին մնացի, ասեցին սա քո մահճականն է, սա քո դարակն է, ջուր բերեցին, ամեն ինչ բերեցին ժողովուրդ։ Ես այտենց մնացի, բնականաբար քնել ես ի վիճակի չէի, անդադ խոսում էի մամուսնու հետ, որ հասկանանք իրար հետ ինչ հանենք, մտածում էինք ինչ կարա լինի, որտեվ ես ոչ մի առանձնապես բան չեմ կերել, ոչ միտեղ չեմ գնացել, քաղաքից դուրս չեմ եկել, ոչ մի բան չեմ արել, կամ այդ գրիպի ռեակցիաներ այդպեսին, կամ իսկապես ինչ-որ մեկը կծել է, որտեղ ուրիշ տարբերակ մենք ոչ մի կեր չկարողացանք այս պարագայում, այս պատմության մեջ գտնենք ժողովուրդ։ Այնուհետև այդտեղ մնացի, երևի երևի ժամը 2-ն էր, 3-ն էր, եկավ քույրը, մի քանի անգամ հարցեց, ինչպես ես նայեց դեմքս եւ այլ, շարունակում էր ուռել, պատկերացրեք։ Եկավ բժիշկուհին նայեց, ասենց շատ անհանգիստ էր, հարցեր տվեց, տարատեսակ, սեն, ինչ կարանի, ոնց կարանի, նորից ինձ գիշերով արուն վերցրեցին։ Անցավ դրանից էլ 2 ժամ, երևի առավոտ 5-ն էր, ես չգիտեմ ժողովուրդ, նորից եկան ասեցին, որ ինձ էլի տեղափոխում են։ Էլի նույն մահճակալով հանդերձ ինձ տեղափոխեցին, ոնց որ թե 5-րդ հարկ, եթե ճիշտ եմ հիշում, 5-րդ հարկ տեղափոխեցին, ինչ որ այլ բաժանմունք, որ այդ սենյակում կար 4 հոգանի սենյակ էր, 3 տատիկ էին ու ես։ 3-ն էր չքայլող, շատ ինչ որ ծանր վիճակում էին, բայց ինչ էր ես չգիտեմ իրանց մոտ, եւ մեկը շնչառական էր, մեկը ես չեմ իմանում, իսկապես չգիտեմ։ Իրանց հետ 4 հոգով։ Ու այդ առավոտվանից սկսվեց վերջ, սկսեցին գան բժիշկներ, էլի վերցրեցին տարբեր տեսակի անալիզներ, ինձ ուղարկեցին ռենտգեն, թոքերը ռենտգեն անելու, որ տեսնեն հանկարծ թոքերում ինչ-որ մի բան չկա, որ իրանք չեն կարողանում հասկանան, որից հետո էլ ինչ ուղարկեցին ինձ լորի մոտ, այսինքն, հա, եթե սենց խոսամ, քիթ կոկորտ ականջ մասնագետի մոտ, որը նայեց ամեն ինչ կամերայով, ինչով ասես նայեց, ու իր կարծիքով դա ալերգիա է, ոչ է կծած է, իր կարծիքով ալերգիա է, բայց ինչի վրա իրանք չեն կարողանում հասկանան։ Բժիշկուհին ասում է, ոչ իմ կարծիքով ալերգիա չի, ամեն դեպքում ժողովուրդ ասեց ոչ, դու կմնաս ստեղ մոտավորապես 2-3 օր, մինչև մենք հասկանանք, այս իջնում է, չի իջնում ու ինչ թերապիա է քեզ օգնում։ Միացրել էին արդեն անտիբիոտիկ, չգիտեմ ինչ, երևի ամոքսիկլավ, միացրել էին անտիբիոտիկ, դրա հետ հավասար ինձ տալիս էին հակաալերգիկ ինչ որ հավեր, ու այդպես ժողովուրդ ամեն օրս այնտեղ էր անցնում, ես էլի կփորձեմ հիմա ձեզ ցույց տամ այնտեղ ինչ 3 անգամ էին օրական կերակրում, առավոտը շատ փոքրիկ ինչ որ բան էր, ես չունեի լախորժակ ճիշտը որ ասեմ, որ ուտելու, հիմնականում հետ էի տալիս ուտելիքը իրանց, ամեն օր, տենց օրը 3 անգամ ապահովում են սնունդ, այդ ամենը ընդհանրապես անվճար է, ոչ մի բանի համար ես չեմ վճարել, ոչ մուտքից մինչև վերջ, ոչ դեղի համար, ոչ սպասարկման, ոչ քույրի, ոչ մի բանի համար ես չեմ վճարել, ոչ մի բանից բացի իմ հագուստից իրանք չեն ասել բեր, ուտելիքը բնականաբար կրկին ես ոչ մի բան չեմ վճարել, ոչ մի օր չեմ վճարել, ոչ սենյակի համար, ոչ մի բանի, եւ այդպիսի տարբերակ էլ չկա, որ դու կարող ես վճարել գնաս մենակով մնալ սենյակում, գոյություն չունի այդ տարբերակը ուղղակի, քանի որ սա պետական հիվանդանոց է,
մասնավոր չի, որպեսզի ես վճարեմ գնամ, ենթադրում եմ կան, գիտեք, նաև մասնավոր շտապօգնության կետեր, բայց ես չգիտեմ ժողովուրդ, քանի որ այստեղ ես նույնիսկ չեմ լսել, որ ինչ որ մեկը գնա մասնավոր շտապօգնություն կամ մասնավոր ինչ որ բժշկի գնալ կարծիք հարցնել շատ եմ արել, բայց որ գնաս այտենց բժշկի դիմես մասնավոր ու մնա շտապօգնությունում երբեք այդպես բան չեմ արել, գաղափար չունեմ ժողովուրդ նույնիսկ թե չկա, բայց այսպեսին է մեր մոտ, հիվանդանոցը տեսակ արդեն շատ նոր չէ, բայց ասենց ասեմ, դուք որևէ Երևանում ամեն դեպքում, երբ որ իմ մայրիկներ քանի անգամ եղել, այդ գաղափարը չկա, որ քեզ մեկ էլ ասում են գնա այս դեղար, գնա այն դեղար, գնա պամպերս առ, չգիտեմ էսա, որտեվ այդ բոլոր մարդիկ բնականաբար պամպերսով էին եւ բոլոր այդ բուժքույրներն ու սանիտարները անվճար բնականաբար առանց ոչ մի բան խնդրելու այդ մարդկանց բարեկամներից, հա, իրանք եւ իրանք փոխում էին եւ պամպերսով եւ ամեն ինչով ապահովում էին վերևից ներքև։ Դեղ չկար, որ ձեզ ասեին, օրինակ Երևանում, ես հիշում եմ իմ մայրիկի համար, ասում էին գնացեք այս դեղը առեք եկեք։ Ճիշտ ասած տարօրինակ էր, ես արդեն հիվանդանոցում եմ, էլ վճարովի վճարել եմ, ինչի՞ մի հատ էլ գնամ դեղ առնեմ, բայց Երևանում տենց էր, ես տենց եմ հիշում, հիմա չեմ կարող ասել, ոնց է, դուք ինձնից լավ գիտեք։ Այստեղ այդպիսի բան չկա։ Դուք որ մտակ այնտեղ վեր, դուք իրանց ես նույնիսկ ունեի իմ հետ դեղեր, իրանք ասին հանկարծ չխմես այդ դեղերը, մոտիկ չգաս, ինչ որ պետք է, մենք քեզ կտանք։ Դու ոչ մի բանը ձեռք չտաս քո ունեցածը։ Ես բնականաբար տենց էլ արեցի։ Ժողովուրդ այդ 4.5 օր մնացել եմ այնտեղ, խայտարակ վիճակ էր, ես չգիտեմ ոնց ամուսինս կարողացել երկու երեխա հագցնի, տանի դպրոց, բերի, կերակրի, որտեվ ամեն ինչ ինքն արել, իմ մայրիկը բավականին մեծ է տարիքով, ինքը ի վիճակի չի, լավագույն դեպքում ինքը ինչն էր անում, որ եթե ամուսինս գալիս էր մի ժամ, որտեվ օրվա մեջ 2 անգամ կարելի է մտնել հիվանդի մոտ, 12:30-ից 1:30 եւ երեկոյան 6:30-ից 7:30, վերջ, ուրիշ ժամի մտնելու իրավունք որևէ մեկը չունի բաժանմունք։ Եվ ինքը մենակ այդ մի ժամը երեխաներին կարողացել է ինչ-որ կերպ պահի, միջև որ ամուսինս վերադարձել է տուն։ Այդպիսի պատմություն ժողովուրդ, բաց թողեցին ինձ վերջին օրներ արդեն, ասեցին այսօր կգնաս, ժամը երևի 4-ն էր, նոր ինձ բժշկուհին կանչեց, տվեց այդ բոլոր թղթերը, կոչվում է lettera dimissione, այսինքն որ ձեզ դուրս են գրում, մեջը ամբողջ նշումներով, թե դու ինչ դեղեր պիտի խմես, ինչ թերապիա շարունակես, ինչ անալիզներ անես, հետո ամեն ինչի այդ նապրավլենյաներով, ամեն ինչերով ձեզ ինքը տալիս է, եւ այտենց դուք դուրս եք գրվում, չգիտեմ, ժողովուրդ, տենց էլ չհասկացանք ամեն դեպքում, ով էր ինձ կծե, թե ես ինչ որ սխալ բան եմ կերել, բայց ես չեմ իմանում, ես ինչ եմ կերել, չգիտեմ, որտեվ նույնիսկ դուրսը չեմ կերել, չեմ կարող հասկանալ ընկերներ։ Ցավոք, այդպես էլ անբացահայտ մնաց իրանց կարծիքով էլ, իրանց կարծիքով ինչ որ մեկը կծել է, բայց ես այդքան էլ այդ մտքին չեմ հակվում։ Ամեն դեպքում ուզում եի, որ դուք էլ իմանաք ինչպես է ստեղ այդ ամեն ինչը տեղի ունենում։ Եթե Աստված չանի, դուք տուրիստ եք, բնականաբար դուք ունեք ձեր ապահովագրության, ենթադրում եմ, գրքույկը, հա, որտեղ նշված է այսօրից այսօր այսքան գումար ծածկում է, չէ։ Ես ամեն դեպքում բոլոր անհրաժեշտ ոստիկանության տեսակի էմերջենսի համարներ ես հիմա էկրանին ձեզ կթողնեմ, որ դուք միշտ ունենաք ամեն դեպքում։ Բացի այդ, եթե դուք ձեզ մի քիչ լավ եք զգում, դուք ինքներդ կարող եք Google-ով խփել, տեսնել որտեղ կա Pronto Soccorso եւ ինքներդ գնալ այդ Pronto Soccorso-ն ձեր ապահովագրության հետ միասին։ Միգուցե դուք այնտեղ կվճարեք, հետո ձեր երկրում ձեզ կվերադարձնեն գումարը, բայց ձեզ կընդունեն, ձեզ անպայման կնային, չեն հանի ձեզ երբեք դուրս, այդ բացառվում աստեղ, ամեն ինչով կօգնեն, ամենաբարձր մակարդակի, էլի եմ կրկնում, հիվանդանոցները ինքնին բավականին հին են, ներքին հարդարումը, վերանորոգումը, ամեն ինչը հին է, բայց ներսի սարքավորումները, դեղերը եւ բժիշկները բավականին բան իմացեն։ Մի նայեք, որ հիվանդանոցը տեսքից կարող է գեղեցիկ եւ ժամանակակից չլինի, ժողովուրդ, կլինի շատ հին էստեղ, ոնց որ ամեն ինչն է, ոնց որ դպրոցներն, ոնց որ ամեն ինչ, բայց մեջի լիցքը բավականին ժամանակակից մեքենաներով է արված եւ բավականին լավ դեղերով եւ մասնագետներով բնականաբար։ Այնպես որ ժողովուրդ, դուք եք զգուշ եղեք, բայց ավելի լավ է ինֆորմացված լինեք, քան թե կանգնեք փաստի առաջ իմ օրինակով, այդ դեպքում գոնեք իմանաք ուր գնաք, ձեզ ինչ է սպասում,
Եվ եթե իհարկե էլի հարցեր ունեք այս թեմայի հետ կապված, ինչ որ բան կուզենայիք իմանալ, ամեն դեպքում ես նախատեսում եմ մի քիչ ավելի մեծ բժշկությանը նվիրված հոլովակ նկարեմ, սկզբից մինչև վերջ, թե ընդհանրապես ինչպես է կազմակերպված, վճարովի է թե ոչ, եթե դուք ինչ որ հարցեր ունեք դրա հետ կապված, ինձ նախորդ այս հոլովակի տակ կարող եք թողնել, ես բնականաբար բոլոր հարցերը կներառեմ եւ կաշխատեմ պատասխանել բոլոր հարցերին, ինձանից իմ բոլոր իմացությունները ներդնելով այդ հոլովակի մեջ ընկերներ։ Իսկ եթե հավանեցիք հոլովակը, սրտիկեք, բաժանորդագրվեք, որպեսզի չկորցնեք ինձ եւ կհանդիպենք այլ հոլովակներում։